Արեք ու գերեք, այս է իմ մարմինս, որ ձեզի համար կգդրվի, ասիգա արեք զիս հիշելու համար։ Նույնպես այս գավաթը եկե երև արավ ու սավ։ Այս գավաթը նոր ուղ է իմ արյունովս, ասիգա արեք, քանի անգամ որ խմելու լար զիս հիշելու համար։ Վասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք, ու այս գավաթը խմեք, Տերոջը մանը կպատմեք, մինչև եկեղեցը։ Ուստի ով որ այս հացը ուտե, կամ Տերոջը գավաթը խմե, անարժանապար, պարտական պիտի ելլա Տերոջը մարմնին ու արյանը։ Ուրեմն թող մարդ իր անձը փորձե, ու այնպես այն հացեն ուտե եւ այն գավաթեն խմե։ Վասնզի որ անարժանապար դուրը խմե, իր անձին հալապարտությունը դուրը խմե, վասնզի Տերոջը մարմինը չորոշ։ Այսօր համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավակարներ կան, եւ շատեր ալ կննչեն, բասնզի եթե ինքնից տադելու լայինք, պիտի չտադվեինք, իսկ երբ տադվինք, Տերոջ մեջ կխրատվինք, որպեսզի աշխարհի հետ չտադաբարդվինք։ Ուստի եւ այլևս եւ մեկներ ժողովրդի իրար սպասեցեք, իսկ երբ ամենը որ տանը մեջներ, որ չլատ է դատապարտության համար ժողովրդի։ Ողորմե ինձի ով Աստված, քու ողորմությանը համեմատ, քու արատ գթությանը համեմատ, չեչեն անցանքներս, իմ անորիտենես բոլորի ինձիս ահա, ու իմ ներքես ինձ ծրպեր։ Աղթով շարունակենք։ Արգենք տալիս քեզ Տեր, շնորհակալ ենք։ Այս երեկոյվա համար, որ եղբայրներով քույրերով տանդ մեջ հավաքված է եկեղեցին, որ հիշի այն օրը։ Մենք հիշում ենք Տեր իմ Աստված, ինչ դու կատարեցիր քո զավակդ Հիսուս Քրիստոսով իր արյունը թափելով մեր մեղքերի համար։ Մենք ամեն ամիս առաջի կիրակին Տերին այս պահն ենք հաղորդության հիշելով կատարում եւ այսօր յուրահատուկ ձև հիշելով հենց այդ երեկոն, այդ օրը, թե դու ինչ տանջանք կրեցիր, ինչ բեռ կրեցիր քո ուսերի վրա բոլոր մարդ արարածի համար, որ դու հեշտությամբ կարող էիր ազատվել, հեշտությամբ կարող էիր փախնել այդ ցավերից, այդ տանջանքից, այդ հարազատից, բայց Հայր իմ Աստված, դու զավակը դուրակեցիր եւ Տեր իմ Փրկիչ Հիսուս Քրիստոս ամեն վերջի կաթիլը արյունոտ մեզ համար խաչապայթի վրա քանդեցիր։ Եվ այս երեկոն թե հիշելով ուրախ ձևով եւ թե դժվարությունները հիշելով փառք ու պատիվ քեզ ենք տալիս եւ այս երեկոն հանձնում ենք քո ձեռքի մեջ Հիսուսի անունով ամեն։ Շարունակենք մեր ժողովը։ Մի քանի երգեր պիտի երգենք այս երեկո նվիրված այսօրվան, հիշելով Տեր Հիսուսի վերջին թրիքը, խաչելությունը եւ այս երգերի միջոցով պիտի օրհնենք Տերը, գովաբանենք, հիշենք եւ որ ինքը իր կյանքը տվեց մեզ համար եւ մենք ինչ կարող ենք անել իրեն համար եւ ինչ ենք անում, արդյոք հավատում ենք թե ոչ եւ եթե ոչ, սա ժամանակն է, պահն է իրեն հավատալու, ընդունելու, որտեղ միակ ճշմարիտ Աստված ինքն է եւ փրկության ճանապարհը։ Առաջի երգը 501-րդ երգը մի քիչ աշխատանք պիտի կատարենք, քանի որ մեր եղբայրը չկա այսօր, որպեսզի բաստարների վրա լինի երգերը, ինչ դժվար պիտի լինի, բայց փորձենք հետևել։ 501-րդ երգը կարմիր գիրով երգարանի մեջ կարող եք գտնել 501։
Եվ իր վերքերով բժշկված, ամեն։ Հաջորդ երգը 146-րդ երգը, երկար ժամանակ չենք երգել այս երգը, բայց գեղեցիկ երգ եւ Հիսուս անուն շեշակ։ Հիշենք իր Տերոջը, մեր անունը, որ մեզ միշտ հանգստություն, խաղաղություն եւ օրհնություն կտա։ Isus
47-րդ երգը թիվ 147 Հիսուս անուն որքան սիրուն աղբյուր ոգույս ցնցման որպեսի ով որ անոր հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Եթե ունես ուրախացիր, եթե ոչ դեռ ահա քեզի ժամանակ, որ Տերը կյանք է տվել, որ իրեն ունես, եւ մեկ երգ եւս երկարանը պիտի փոխենք, կապույտ կներեք, նոր երկարան ապնենք 62-րդ երգը, թիվ 62-6-2 Yes.
Այսօր մեր սովորաբար սրտողության ժամն է։ Ններեկի սեղան ենք դնում, չարազ ենք դնում ու սկսում ենք Աստծո խոսքը քրքրել։ Սկսում ենք Աստծո խոսքը մեկ առ մեկ էջերը բացել և գանձերը հայտնաբերել։ Եվ այս երեկոն էլ ես ուզում եմ Աստծո խոսքը այսօր կիսվել նման ձևով, ավելի սովորացնելով, որտեղ շատ բաներ կատարվեց այս երեկո։ Եթե պարզ նույն բանը անենք Հիսուսի չարչարանքը առանց խորանալու կարծիքով սանեց մի բան, որտեղ տարին մի անգամ ենք հավաքում ենք, շատ անգամ սա Կիրակի օրվա քարոզ չի լինում, տարվա մեջ սպասում ենք այսօր հավաքին շաբթին ենք հատուկ վերցնում, որ այս թեման, այս երեկոն, այս պատմության մեջ ինչ որ կատարվեց կիսվենք։ Այս նախքան շարունակելս ուզում աղոթենք, խնդրենք Սուրբ Հոգին առաջնորդի երեկոն։ Ամեն։ Շնորհակալ եմ Հայր, շնորհակալ եմ, որ դու արձակեցիր քո զավակդ Հիսուս Քրիստոսը մարտարարացի մեջ։ Եվ իր միակ ու միակ նպատակն էր, որ մահ մեր խաչապայտի վրա, որ մենք ունենանք հավիտենական կյանք։ Այսօր ինչ որ կիսվելու ենք այդ օրվա համար, առաջնորդվեմ Տեր իմ Աստվածքո Սուրբ Հոգու առաջնորդությամբ և օգտագործիր ինձ, որ եղբայրներս և քույրս քո խոսքը մատուցեմ։ Հիսուս Քրիստոսյանով, ամեն։ Այդ ակույրի ինձ օգնելու է կարդալը, որտև այսօր ուզում եմ հենց Մատթեոս 27-րդ գլխի ամենաառաջից սկսեմ և համ չեմ ուզում երկար տևի, համ էլ ուզում եմ միևնույն ժամանակ էլ լավ բաժին փոխանցել, թե անգլերենով, թե հայերենով։ Քանի որ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն էլ մեր հետ են, մի քանիսը և ոմանք որ ուզում են, և սկսենք 27-րդ համարից այդ ակույրը դու կարդաս։ Արի 27-ի հենց առաջի երկու համարներն ունեն կարդալ։ Արդու բոլոր կայանապետերն ու ժողովրդին ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ տվին, որ զանիկա մերձնեն։ Կապելով զանիկա տալին Պոնտացի Պիղատոսի կուսակալի ձեռքը տվին։ Շարունակեմ։ Չէ, երկու համար։ Ուրեմն Հռոմեական կայսրությունը, Roman government, put a law, օրենք դրեցին just a few years ago, մի քանի տարի առաջ նախքան խաչելությունը, որ հրյաները չեն կարող այդ որոշում անեն մարդ սպանելու։ Ինչ ներքին թե բաներ կար, իրենք կարող էին անել, բայց հատուկ այն ինչ որ հասնում է մահ դատելու իրավունքը իրանց ձեռքից վերցրեցին։ So the Jews had no authority to put Jesus on the cross. So when they gathered and they tried him and they ripped their clothes and all that stuff, and ողջացին իրանց հագուստները, ինքը մեղավոր է, ինքը սուտ բաներ իր վրա որ ուզեցին դնել, պետք է ինչպես էլ անեն, երբ պետք է գային կայսրության հռոմեական։ Եվ դրա համար է, որ իրենք բերում են Հիսուսին Pontius Pilate, Պիղատոսի ներկայության մեջ։ So շարունակենք կարդալը։ Երրորդից։ Այն ադեն հութա, որ զանիկա մատնեց, տեսնելով, որ դատապարտվեցավ, զղջաց, ու 30 արծաթ ետ տաշտուց կայանապետերում և ծերերում, ու ուսավ, մեղա, անմեղ այրուն մատնեցի, անոն պսին, էզի ինչ, տուննա է։ Դրան ու կարձանակի մեջ ծկեց և դուրս ելավ, և գնաց ինքզին կխեղվեց։ Շարունակեմ։ Քահանայապետերն արծաթը առնելով ըսին, արժան չէ ադիկա կորբանի մեջ տնել, ասնզի այրան կին է, ուստի խորհուրդ տվին և անով ռուդին արդը ծախու արին, օդարներու գերեզմանատուն ըլլալու համար։ Այս պատճառով այն արդը արյան արդ կոչվեցավ մինչև այսօր։ Այն ադեն կատարվեցավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը և արին 30 արծաթը
կին կտրվածին կինը, որ Իսրայելի որդիներեն ոմանք կին կտրեցին, ու տվին ծանիկա պրուդին արդին, ինչպես ինձի հրաման հրապտերը։ Ամեն։ Շարունակ ու շարունակ մենք կտեսնենք այս բանը, որ մարգարեությունը իրականանար, so that the prophecy will be fulfilled։ Մարգարեությունը իրականանալը ոչ թե որ Հիսուս ասեց, ահա ես գնամ այդ ավանակը վեկալեմ, որտեղ մարգարեացանը որ դա իրականանա, այլ այդպես լինում է, այդպես եղավ, այդպես քայլերը եղել են, գրված է եղել, որ մարգարեությունները իրականանան ամեն մեկի մեջ։ Հիմա Հութան ապաշխարեց, Հութան ներողություն խնդրեց, Հութան զղջաց, նույնիսկ there's a philosophy, որ Հութան սար էսի ինալու արեց, որ փորձի, որ Հիսուսը իսկապես իրենց փրկիչն է, այսինքն ռոմայացիների ձեռից իրանց ազատողը, այդպիսի պատմական բաներ կա։ Համենայն դեպս, եթե մեղան հետո տեսնելով, որ իր արածը սխալ էր, թե մեղանչեց, որ այս Հութան ներողություն, այս Հիսուսը իր ուսուցիչը եւ ինչ սխալ արեց, դրա համար ինքը մեղանչեց, սելն նայք, բանտերի մեջը հազարավոր մարդիկ կան։ Հազարավոր մարդիկ կան, որ մարդասպանություն են արել, մեղքեր են գործել եւ այլն եւ այլն։ Եվ եթե մոտենաս 99% ասելու են, որ they are sorry for what they did and they are in prison։ Հիմա, they are sorry because they got caught or are they sorry because what they did։ Մեղանչում են իրենց սխալի համար, իրենց հանցանքի համար ինչու, որովհետեւ փոշմանել են, որ բանտեր կան բռնվեցին, թե փոշմանել են, որ արածի համար։ Հիմա Հութան էլ անելիքը արել է, հիմա ինքը մեղանչում է, բայց ինձ սխալացի Երանի ես քայլին չդիմեի, որովհետև ես կարծում եմ Հիսուսը կչայնանա, կհենի ռոմեական եւ մեզ կփրկի, թե իսկապես մեղանչեց, հետո իր քայլերը դժբախտաբար գնաց ինքն իրան կախեց։ Պետրոսն էլ մեղանչեց իր մեղքի համար։ Պետրոսն էլ մեղանչեց, երբ որ ինքը սխալ կատարեց։ Ինքը գնաց ապաշխարեց ու սկսեց լացել։ Հութան գնաց ինքն իրան սպանեց։ Շարունակենք կարդալ։ 15-րդ։ Հիսուս կուսակալին արջև կայնեցավ, և կուսակալը հարցուց անոր ուսավ, հրեից թագավորը դուն ես, և Հիսուսը սավանուր, դուն գսես, բայց կահանայապետեր են և ծերեր են անպարտանված ադենը բնավ պատասխանը չտվավ, այն ադեն կղադոսը սավանուր, չես գսեր թե ինչ պոչակ կեզի դեմ կվկայեն ադոնք, անոր պատասխան չտվավ, այնպես որ շատ զարմացալ կուսակալը։ Հետաքրքիր է այս համարի մեջը, որովհետև ստեղ հարց է տալիս դու հրեաների թագավորն ես եւ Հիսուսը պատասխանում է it is as you say, ոնց որ ասես, այսինքն այո, ինչ ես կարծում։ Ով է քեզ խաբել, մեկը խաբել է քեզ, no, այո։ Ես եմ։ Այն մարդը որ կանչված էր, ես եմ, հետո պատկերացրեք դուք լեք Հիսուսը բան չի ասում։ Իր վրա ամեն տեսակի սխալ բաներ անում են, եթե ես լինեի, դու լինեիր, ստախոս, you liar, կգորնային, կաղակենք, ես ինչ ես իմ վրա անում, ես ինչ եք իմ վրա սարքում։ Պատկերացրեք, ինչքան դու պետք է քո հիմքդ մխած լինի, ինչքան զորավոր ձևով դու պիտի կանգնած ես, how strong your faith, your belief, your mission has to be where you don't waver even at that moment. Շարունակենք այդպես։ Բայց կուսակալը սովորություն ուներ տոնին ադենը կապված մարսակելու ժողովրդին, ով որ ուզեին։ Այն ադեն Բարաբա անունով երևելի պատարգյալն ունեին, և ժողվեցան Սավանոց Պիղադոս, որը ուզեք որ ստեզի արսագեն, Բարաբան թե Հիսուսը որ Քրիստոս կսվի, քանզի գիտեր թե նախանցի համար մարնեցին զանիկա, երբ անիկա ադյանը նստեր էր, անոր կինը մեկ ղրկեց անոր ուսավ, թուն այն արտարին հետ գործ մի ունենար, բասնզի այսօր երազիս մեջ շատ տիպազներ անցան, կողես անոր համար։ Okay, կանենք ստեղ մի քանի կարևոր բան կա։ Ստեղ կինը պատմության մեջ որ կարդում ենք, իմանում ենք, որ շատ հնարավոր ինքը քրիստոնյա է եղել արդեն։ Եվ ինքը ասում է, բան մի ունեցի այս արդար մարդու
don't have nothing to do with the just men. Եվ սա միակ ստեղ չի, քանի անգամ այս նախադասությունը կլսենք այս արդար մարդու համար։ Ինչու համար ասում այս արդար մարդը, որովհետև ինքը մահանում էր ոչ թե իր մեղքերի համար, ինքը իր կյանքը տալիս էր մեր մեղքերի համար։ Եթե իր մեղքերի համար էր, չէին ասի այս արդար մարդը, բայց քանի որ ինքը իր կյանքը տվեց մեր մեղքերի համար, ճանաչվեց քանի տեսանկյուններից, նույնիսկ Խութան, թե Պիղատոսը, թե իր կինը, մեկ առ մեկ հռչակում են այդ նույն խոսքերը։ Բարնաբաս, ծանոթանանք մի քիչ այս մարդասպան մարդուն։ Սովորաբար տարին մի անգամ իրենց սովորություն էր ռոմայացիները մեկին արձակել ժողովրդին, հրյաներին վերադարձնել մեկին, որ բանդարկել է։ Եվ սովորաբար դրանք լինում էին political leader, քաղաքական մարդկանցից մեկը, ոչ թե մարդասպան, a political leader, they would release it back to them. Հիմա Բարնաբասին են բերում եւ իդեք պատմությունը, որ ժողովուրդը ընտրում են Բարնաբասին։ Անունը Բարնաբասի son of the father, եթե չեմ սխալվում, ոնց է մոտս նշել, son of the father, իր անունը, bar mitzvah, եթե գիտեք, տղա, աբա, հայրը, son of the father, եւ պատմության մեջ էլ, historically, գրված է, որ իր առաջի անունն էր Հիսուս, Jesus Barnabas։ Հիմա երկրորդ բանը ասա, եթե նայեք աստեղ, ինչպես է Պիղատոսը ներկայացնում Հիսուն, ասում է Հիսուսը, որը Մեսիան է, չխառնեք մյուսի հետ։ Եվ շատ common անուն էր, շատեր ունեին այդ անունային ժամանակ։ Շարունակենք։ Քահանայապետները եւ ծերերը ժողովուրդը համոզեցին, որ Բարաբան խնդրեն ու Հիսուսը կորսնցնեն։ Ուսակալը կրկին խոսեցավ ուսավանոց. այս երկուքեն, որը կուզեք կորսեզի արձակեն, անոնքսին Բարաբան, Սավանոց, Պիղատոս։ Հաբա ինչն են Հիսուսը, որ Քրիստոս կսվի, ամենքն ալսին անոր, թող խաչվի, եւ ուսակալը սա, բայց ինչ չար կորս հրավ, անոնք ալ ավելի կաղաղագեին ու կսեին, թող խաչվի։ Պիղատոս տեսնելով, որ օգուտ մեջ ունի, հաբա ալ ավելի խռովություն կլա, ջուր արավ, ձերքերը լվալ ժողովրդի արդեն ուսավ, ես այդ արդարին արյունեն անպարդեմ, դուք մտածեցեք։ Բոլոր ժողովուրդը պատասխան տալոսին, ադոր արյունը մեր վրա ու մեր որդիներու վրա ալլա։ Ստիպված Բարաբան արձակեց անոնց եւ Հիսուսը ծեծելով անոնց ձեռքը տվավ, որպեսզի խաչվի։ 22-րդ համարի մեջը verse 22 Պիղատոս ասում է What then shall I do with Jesus who is called Christ? Ինչ անեմ այս մարդը Հիսուսը որ կոչվում է Քրիստոս։ Սիներ հարցը բոլորիս է հասնում։ What are you going to do with that man called Jesus? Դու ինչ ես անում։ What are we going to do with that name Jesus? For մեր ձեռքն մենք ունենք հիմա։ This question is for me and you. We either accept him or reject him. Մենք կամ ընդունում ենք Հիսուսին կամ մերժում ենք իրեն։ That is why we have the free will to receive him or not, eternal life or eternal hell. Մարդիկ կամ որ քարոզում են, որ ազատ կամ չկա, անհնարին է հենց այստեղ դա է խոսքը բացատրում ես։ What are you going to do with Jesus who is called Christ? Ինքն մենք որոշում անելու։ Պիղատոս իր ձեռքերը լվաց, Pilate washed his hands, a Jewish tradition։ Նա մի բան չէ, որ ռոմայական բան էր, հրեական բան էր, ինչու համար։ Երբ որ մեկ ասեք խոսքի օրինակ գտնում էին մեկին անապատում կամ միտեղ մահացած եւ չգիտեմ որտեղից է մահացել, ինչպես է մահացել, հաշիվ էին անում, որ քաղաքը, which town is the closest to the dead person,
որ քաղաքը կամ որ թաղը, որ մոտիկ էր մահացած մարդուն, այդ մարդիկը պատասխանատու էին վերցնել այս մարդուն եւ թաղել։ They had the responsibility of burying these people. Թաղելուց հետո ձեռքերը լվանում էին, ասելով որ մենք այս մարդու մահի հետ գործ չունենք։ Հիմա հարցնամ ձեզ, ոմանք է գնացել եք տեսակցության, ոմանք է գնացել եք երեսմաններ, ոմանք է ձեր ձեռքը լվացել եք նախքան հետները, իմացել եք ինչի համար եք ձեր ձեռքը։ Ուզում եք ասեք, որ ես ռոպար ես ինչի հետ մահի հետ ոչինչ չունեմ։ I have nothing with that. Ոչ թե ձեռքի հետ լվանում ես, որ մաքուր լինի։ It is a tradition that goes way back. Ավանդություն, որ գնում է տարիներ առաջ, որ դրա համար է։ Ու Պիլատոսը տեսնելով, որ սրանց ասեց, ահա, հասկացեք, ես ինչ եմ անում։ Դուք եք ուզում, ձեր ուզածով տունի։ Ես իմ ձեռքս լվանում եմ այս սխալ քայլից։ Տեսնելով ինքը, ես տեսնելով ասում եմ, I am innocent of the blood of this just person. Նորից, այս արդար մարդուն, Պիլատոսն է հասկանում, այս արդար մարդուն։ Եվ ամենատխուր բանը, որ իրենք հռչակեցին, թող իր արյունը մեր վրա լինի եւ մեր զավակների սերունդին։ Ինչ եք ասում, ինչ եք հռչակում, այդ ինչ անեծքի տակ մտակ եւ ինչպես էլ Տիտոս կայսրը եկավ, տարիներ մի քանի տարի եւ մաքրեց սարին։ Մաքրեց, just demolished everybody. Չեն հասկանում շատ անգամ ինչ են անում։ Սերներ, նայեք Հիսուս Քրիստոսի արյունով կարող է ժառանգական անեծքը քանդվի։ Մի հատ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, այդ անեծքը քանդվում է։ Ինչպես է շատ անգամ։ Գիտեք, անպատասխանատու ծնողներ կան, որ սխալ բաներ են օգտագործում եւ երեխան սխալ ձևի է ծնվում, չենք հասկանում շատ անգամ բոլորովին էլ կապ կարող է չունենա, ծնողները նորմալ են, երեխան տարբեր ձևի ծնվի, բայց եթե ուզում ես ժառանգական անեծքը քանդվի, Հիսուս արյունը հռչակի այդ անձի վրա։ Այո, այդ ժառանգական անեծքները գոյատևում են, կան, մարդիկ ապրում են առանց հասկանալու։ Ես տեսել եմ մարդիկ սերունդից սերունդ կյանքի հպարտությունը գրկել, հաճույքը, the pride of life. Oh, the grandfather was a proud man. Զավակը հպարտ մեկնա, մյուսը հպարտ, ուզ է շարունակում այդ հպարտությունը, որովհետև չեն կարողան ոչ մի բան ընդունել, որ իրենք սխալ են անում, որևէ մի բանի մեջ։ Շարունակենք այդ։ Այն ադեն կուսակալին զինվորները պալատեն ներս արին Հիսուսը ու բոլոր զինվորներուն գունդը անոր վրա ժողվեցին։ Սանիգա մերկացնելով կարմիր վերարկումը հագցուցին անոր ու փուշերը պսակ մյուսելով անոր գլուխը դրին ու եղեգմը անոր աչ ձեռքը եւ անոր աչ ծունկի վրա կալով կծառնեին Սանիգա ու կսեին ողջույն քեզ հրեից տակավոր եւ թքնելով անոր վրա եղեգը կարնեին ու անոր գլուխին գզարնեին շարունակեցին ծաղրել Սանիգա վերարկում վրային հանեցին ու իր հանդերձները հագցուցին անոր եւ տարին Սանիգա խաչը հանելու։ Μα ինչու են զինվորները այս բաները անում։ Ինչն է իրանց նպատակը, ինչն է, որովհետեւ պատմության մեջ historically similar things happen. God we have to get idiot, okay, որ իրան թակավորի տեղ դրեց, հելել էր մեջտեղը իրան թակավորը բանը եւ իրան ձեր փակալել էին եւ գլխին կապել էին բանին դրել ու բրին գրել էին թակավոր ու խաչապայտ էին անել։ Հիմա այս նույն բանը, որ են հիմարին էին արել, նույն բաները անում են Հիսուսին, որովհետեւ արդեն experience ունեն, որ մեկը անցյալում իրան թակավորի տեղ դրել եւ թակավորը ուզեցել դառնալ ու սկսում են զինվորները, որտեղ ոչ մեկ իրաց չասում, երբ որ մեկի պիտի խաչապայտ հանեն, անցնում են իրաց process-ով, ծեծելն է, ջարդելն է, հետո խաչապայտի վրա հանելը։ Եվ ես եք բացատրեմ ամեն ինչ ինչի համար է։ Շարունակենք այդ։
Դուրս ելելով յուրենացի մարդ մկրան Սիմոն անունով, Զանիկա պահակ բռնեցին, որպեսզի անոր խաչը վերցնեն։ Եկան Գողգոթա ասված տեղը, որ է կանգի տեղ։ Լեղիով խառնված քացավ տվին անոր, որպեսզի խմեր, երբ համը առավ, խմել չուզեց։ Զանիկա խաչը հանեցին եւ անոր հանդերձները վիճակով բաժնեցին, որպեսզի մարգարեին ըսածը կատարվի։ Իմ հանդերձներս իրենց մեջ բաժնեցին եւ իմ պատմուճանից վրա վիճակ ցկեցին։ Չէ, 37-ը։ 7. Անոր նստեր Զանիկա կպահեին։ Անոր տոխուն վրա իր հանցանքը գրված դրին, թե ասիգա է Հիսուս հրեից թագավոր։ Սիմոնը, որ իր խաչը ինքնություն հրեալ էր եւ տարիներով իր ֆինանսը հավաքել էր, որ Երուսաղեմ գա Passover-ի ժամանակ, Զատիկի ժամանակ եւ երբ որ ռոմայական զինվորը իր սուրը դնում է ուսի մեկի եւ ասում է ինչ արա, պարկյանական դու պետք է անես։ Եթե ասենք գա ու դնի ուսին եւ ասես իմ ճամպրուկս տար։ Իսկ մեկ Հիսուս ինչ ասեց, եթե ասեն 1 մայլ տար, դու 2 մայլ է տար։ Սա ռոմայական իրավունք է, դրա համար ասեցին այս խաչը դու պետք է տանես, չէ կարա ասել։ Եվ ինքը տարավ այդ խաչը, եւ ինչի ասում 1 մայլ է տար, պատկերացրեք թե դու իրավունքով, օրենքով միայն 1 մայլ կարաս տանես ու դու 1 մայլ էլ տանես, ասում է վկայություն է։ Հա, ուզում ես 1 մայլ տանեմ։ Ես հիշում եմ մի անգամ բասկետբոլի ժամանակ քոչը շատ չանացավ իմ վրա, բայց ես սխալ չէի արել։ Եվ ինձ ասեց սկսի բազել։ Ասի, բայց սխալ չեմ արել, ինձ բազացրեց։ Ես էլ չայնացա, ամբողջ պարապմունքը վազեցի։ Հիմա երևի մի երկու հատ վազեմ ուշաթափեմ, բայց այն ժամանակ ուշքատ մեջ վազեցի, անդադար 1 ժամ վազել եմ, արկից, ուզում ես ինձ ելես, դե գնա, վազում եմ ես։ Դրանից հետո ինքը երբեք ինձ չվազացրեց։ Իմ կարծիքով նույնպես է, երբ որ մենք ռոմայացիների կամ մեկի ձեռի տակը տենց մի բան անում, մի քիչ ավել գնաս, իրանք կնայեն ուրիշ ձևով, ոչ թե որ իրանց բանն է սպասի, ինքը ինչի ալվի, օրենքով դրանից էլ ավես, take it longer than it needs to. Second mile, go the second mile. Simona was the father of Alexander and Rufus. Alexander and Rufus. There are stories concerning Simon and his sons and their commitment to Christ. Շատ չգիտենք այս մարդուն, բայց երբ որ պատմությունն ենք նայում, church history նայում ենք, իմանում ենք, որ ինքը եւ իր տղաները լուրջ հոգեվոր մարդիկ են լինում եւ ծառայողներ Հիսուս Քրիստոսին։ Okay, շարունակենք։ Այն ադեն անոր հետ երկու ավազակ խաչվեցան, մեկը անոր աջ կողմը ու մեկը ձախ կողմը։ Անոնք որ կանցնեին կհայոյեին անոր, գլուխնին կշարժեին ու կսեին, դու որ տաճարը կքագեիր եւ 3 օրվա մեջ կշինեիր, ինքզին կդազատ է, եթե Աստծո որդի ես, իջիր այդ խաչը։ Նույնպես ալ քահանայապետները տվիներուն ու ծերերուն հետ ծաղրելով կսեին, ուրիշները ազատեց, ինքզին կչի կնր ազատել, եթե Իսրայելի թագավոր է, թող հիմա իջրե խաչը եւ իրեն հավատալ։ Աստծո ուսացել է, հիմա թող բրգի ադիկա, եթե կուզե, ասիսզի ըսավ թե ես որդի Աստծո եմ, իրեն հետ խաչված ավազակներն ան նույնպես կնախադեին զանիկա։ Երբ որ Հիսուսի խաչեցին 40 անգամ հարվածը, բայց 40-ը it's a number of judgment, դատապարտել, 39-ը mercy, ողորմություն, ու 39 անգամ էին անում։ Ինչու էր այս դաժան պատիժը։ Ինչ է հրաշալի։ Հա, ուզում ես տնենք։ Ձայնավելի բան։
Այս պատիժը սրա համար էր, որովհետև շատ անգամ երբ որ մեկին ծեծում էին, այդ process-ի մեջ իրենք վկայում էին սխալները իրենց, they would testify their mistakes and the whole picture, ոնց որ ասես մատնում էին բոլորին, մատնելու համար կողքները տպիր կար կանգնած, որ այդ ամեն բանը գրի, ու շատ հեշտությամբ ռոմայական կայսրությունը կարողանում էին շատ բաներ լուծել այս ջարդելու ծեծելու միջոցով, շատերը այս ծեծելու ժամանակ էին մահանում, որտեղ այնքան դաժան էր, ինչ որ Passion of Christ կինոյի մեջ տեսնում ես չափազանցած ոչինչ չկա, it is not exaggerated, it is as is, երբ որ Հիսուսի մարմինը տեսնել պատկերացրա չիկյովտա են սարքում, այո, համբուրգերի նման մարմինի այդպես ծեծված է, Եսայի գրքի մեջ ասում է անճանաչելի էր, you could not recognize his face, այդպիսի դաժան իրա վրա բան ծեծել ջարդել փշրել, եթե կարող եք այդպես ներկայացնել, persecution of that manner is just unhumane, եւ այդպիսի barbaric մոտեցում կար մարդկանց հանդեպ, ովքեր որ ռոմայական կայսրության դեմ սխալ մի բան էին անում։ 39-րդ համարի մեջ ասում անցնում էին կողքով եւ գլուխները սենց շարժում, wedging their heads, որսից մեկն ասում է անում ես սենց, այսպես դու այդտենց շարժում էին եւ սենց գլուխները իրանց շարժում, այդտենց իրանց նայում, բայց այդտեղ հոյակա մի զորավոր մի խոսք կա 42-րդ համարի, ասում է he saved others, himself he cannot save, քան ապետը նորից լինելով ինչ որ իրան կային, նորից այդ օծության գրասենյակը կա, there's the office of that anointed man, նույնիսկ որ ինքը չի հասկանում ինչ է ասում, բայց նայեք ինչ է ասում է he saved others, himself he cannot save, ինքը իրան չի կարող փրկի, բայց ուրիշներին փրկեց, how true it is, ինչ ճիշտ բան ասեց առանց հասկանալու, ինքը դատապարտում էր, բայց չէր հասկանում, որ մարգարեական եւ ճիշտ խոսք էր ասում, Պետրոսը որ սուրը հանեց եւ ականջեր ուզում կտրել, ինչ ասեց, չէր ուզում անել, ինչ ասեց Տերը, եթե ես ուզենամ, հազարավոր հրեշտակներ, լեգիոններով հրեշտակներ կարան արձակել մի ձայնիստ կազատել, մի հատ հրեշտակը հերիք է, Հիսուս իսկապես արեց այն, ինչ որ կար, he saved others, բոլորիս փրկեց, որովհետև ինքը ընտրեց իրան չփրկելու, ամեն, շարունակենք, 6-րդ ժամը մինչև 9-րդ ժամը բոլոր երկրի վրա խավար եղավ, ժամը 9-ին ադենները Հիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ասաց, Էլի, Էլի, լամա սաբակտանի, որ ասել է Աստվածիմ, ինչու զիս թողուցիր, անոնցներ ոմանք որ կայներ էին, երբ լսեցին ասին, ադիկա Եղիան կկանչե, շուտ անոնցներ մեկը վազեց, սպունգ արավ, կացախով լեցուց ու Եղեգի անցնելով տվաբանոր որբեսի խմեք, յուսները ասին, թող դուր, տեսնենք թե Եղիան պիտի կա, ադիկա սանելու։ Okay, ստեր կանգնենք մի հատ, անպայման Սաղմոս 22 սեսույր կարդացեք, Սաղմոս 22-ի ամենաառաջին նախատեսությունն է My God, why have you forsaken me? Տեր իմ, ինչ ես ինձի մոռացել։ Վեցերորդ ժամը 12-ն է կեսօրվա, հետո ասում է 9-րդ, դեպի ժամը 3-ն է, 3 ժամ խաչապայթի վրա կախված, 3 ժամ հերիք չի փարիսեցիները իրան ծեծեցին, թքեցին, հարվածեցին, հետո ռոմայական զինվորները իրանց անելքները արեցին, դրանից հետո խաչապայթի վրա։ Այդ ամեն ինչ անում են եւ ասում է, որ նույն համարի մեջ there was darkness over the land։ Բոլորովին մթացավ
եթե Passion of Christ-ը տեսնում եք շատ լավ ձևով նկարագրում է Մարդիկ ասում են երևի full moon ա եղել կամ eclipse ա եղել եւ անհնարին ա դառնում որովհետեւ այդ սեզոնը when Passover season it's only a full moon cannot have an eclipse on full moon because the moon is on the opposite side of the sun. Լրիվ հակառակ կողմերն են արևը եւ լուսինը անհնարին ա դա լինելու So աստվածային նշան էր a phenomenon from God որ մթություն առաջացավ ամբողջովին Եվ վերջ ավելի շուտ անի կարդամ մինչև 49-րդ համ, 50-րդ համարայի դա կույր 50-ից սկսին կարտած մինչև 50-ը կարտած են կարտած Հա? մինչև 50-ը կարտած են կարտած Մինչև 50-ը կարդացիր, ես կարդացի մինչև my God, okay Վերջը խոսքը ասում են, and Jesus cried out again with a loud voice yielding up his spirit իր հոգին տալով Jesus had the power to dismiss his spirit, no one else ուրիշ ոչ մենք իր հոգին չէր կարա դարձնել ինքը իշխանություն ուներ միայն իր հոգին հանձնելու երկրորդը հաղթանակի աղաղակություն ես շաբաթվա մեջ գնացի ֆուտբոլ նայելու տելևիզորով ուզում եմ ես շատ եմ ուզում իտալիան աշխարհի խաղերի մեջ ունի եթե լիներ կարելի է Լոս Անջելեսի խումբի մեջ միգուցե կարողանայի գնալ բայց պարտվեցին պենալներով բազնիային եւ հենց որ վերջացավ խաղը բազնիան որ հաղթեց ամբողջ թիմը սկսեցին աղաղակել հաղթանակ They yielded victory այս աղաղակը վերջում Հիսուսը որ արձակում է այդ հաղթանակն է երկասմը կատարվեցավ Հիսուս հաղթեց խաչի վրա սատանային խայտարակեց Հիսուսն է Տերը որովհետև հաղթեց սատանային խայտարակեց տեսեք լրիվ ինչ հակառակ հասկացողությունը ամեն ինչ Աստծո խոսքով is the opposite հակառակն է լրիվ մենք հաղթանակը կհաղթենք եթե դեմոնին սպանենք Հիսուսը հաղթեց իր կյանքը տալով մենք ասում ենք եթե ունենամ կտամ Հիսուսը ասում է դու կունենաս լրիվ հակառակն է դրա համար հավատքի քայլը ամեն անգամից all spiritual step Եվ հետո էլ առանց շարունակելու կարդալ I think this is enough որտեղ արդեն ինքը խաչվեց բայց ասում եմ որ հետևի veil վարակույր դժվար ասել վարակույր որտեղ խալից էլ հաստ էր 18 inch անհնարին այդի ձեռքով կիսել բայց ասում եմ մեջտեղից կիսվեց եւ Աստված կիսեց եւ ստեղա սիրելիներ որ ես ձեզ հետ ուզում եմ այս հաղորդության սեղանին միակ մոտենալու մեր խոսքով կիսեց որ էլ մարդիկ չաղոթեն Սուրբ Հրիփսիմեի, Սուրբ Եսիմինչի, Սուրբ Ենինչին, որ մոտենան մարգարեի միջոցով այդ կիսեց մեջտեղից ասեց Հիսուս Քրիստոսի արյունով դու հիմա կարաս ուղիղի մոտս գալ մեջտեղից բացում եմ այս վարակույրը վերջ it's all done it's finished սեներ առաջին մեղքը ինքնասպանություն էր the first death was suicide երբ որ Ադամը կերավ պտուղը եւ Աստված իրան ասեց surely you will die if you eat this food հաստատ դու կմահանաս եթե էդի դու ուտես երկրորդ մեղքը Ադամը Ադամը չէ Cain and Abel Abel Ադամ չէ Abel Եղբայրը եղբորը սպանեց անգլերենով ասում են fratricide երկրորդ մեղքը մարդոց վրա էր իսկ երրորդ մեղքը the third sin was deicide
which was the worst sin. Amen. Ahavur mechke, when men attempted to kill God. Երբ մարդը դրանց փորձեց սպանել Աստծուն։ Սիրելիներ, գլոր տարի մենք հաղորդության սեղանին ենք մոտենում։ Առաջին կիրակին ենք սովորաբար վերցնում, եթե առաջին չնա երկրորդ անենք, ոչինչ չի փոխում։ Ես ինչ մի մեղ չգործեցինք։ Ուզում եմ մի տեսակ սերտողության ձեր, որ ավելի ուզում խորը հասկանամ, ինչ միտք ունի հետևը, վստահ եմ սյանց դու ձեռը չես լվակարում։ Կամ հասկանում են գոնե ինչի համար ենք անում։ Ինչի համար էին ծեծում ահավոր ձևի, դաժան ձևի, բարբարիկ ձևի։ Եվ մնացած բաներով ես ես հետ կիսվեցի։ Հիմա կանչելով եղբայրներին, որ ես հաղորդության սեղանին մոտենալու, աչ եղբայր, արշակ եղբայր։ Մենք պետք է այս սեղանին արժանի լինենք մոտենալու։ Եվ հարցը առաջամ արժանի ենք, այո, արժանի ենք, ինչպես ենք արժանի, ես ձեզ այս պահն եմ տալու 1 րոպե 60 վայրկյան, որ բոլորս ոտքի կանգնենք, ոմանքս որ ուզում եք մասնակցենք այս այն բարձորեն քո սիրտը ես մաքրում սերիս։ You simply come before God, you close your eyes, you ask God to forgive you. This is the beauty of Jesus Christ did on the cross. Սա է զորությունը, ինչ արեց Հիսուս Քրիստոսը խաչապատի վրա։ Ես խոսեմ դուք աղոթեք։ Ձեր մտները, ձեր սրտերը սիրներ, մաքրեք։ Եվ եթե կյանքում դու Հիսուս Քրիստոսին չես ընդունել սրտիդ մեջը, այս պատմությունը խորին, որ ձեզ հետ կիսվեցի, միգուցե, եթե չես հաճարկել, որ Հիսուս Քրիստոս քո Տեր և Փրկիչն է, ահա ժամն է և ահա պահն է։ If you have not declared Jesus Christ as your Lord and Savior, this is your time. Do it tonight. Do it tonight. Do it right now. Հասարակ աղոտ կես անուսերիս։ Խնդրում ես Տերը քո բոլոր մեղքերդ մաքրի, խնդրում ես Տերը, որ իր արյունով քեզ մաքրի, հրավիրում ես իրեն քո սրտի մեջ, որովհետև դու ես ուզում, ես չեմ ուզում ասեմ հետևիր իմ խոսքի ես մեր կարմեն։ Ասում ես Տեր իմ արի իմ սրտիս մեջ։ Եվ հրճակում ես իրեն որպես քո Տեր և Փրկիչ։ Այդ պարզ քայլերը, that simple steps you take, the Bible says you are saved. If you say it by faith, հավատքով, ոչ թե ուղղակի բառեր։ Ավագին շաբթի, անգլերենով ասում են Good Friday, որ պատմությունը կարդում ենք ոչ մի բան, որ նայում ենք։ Հայրս միշտ պատմում էր այս պատմությունները, ես սիրում եմ, որ ինքը կարդում են ինձ համար։ Բայց if որ մենք ենք կարդում, becomes personal. Hallelujah. Եվ խնդրեմ, որ արշակ եղբայր առաջնորդի աղոթքով, որ ընդունենք հացը, որպես Հիսուսի մարմինը։ Մեր երկնոր Սուրբ Հայրը, քեզի քողություն կմարությունենք ու մեծ անվանում բարգեւին համար, շնորհակալ ենք երկնոր Սուրբ Հայր, որ ցուն մեզի համար քավություն կատարեցիր, մեր մեղքերը ներելու համար ցուն զոհեցիր զոհը, եւ մեզի օդեր մեղքերը բոլորը ցուն օդեր քավություն կատարեցիր, բարգլա քեզ օդեր, ռասիա կուծերակիրը քու գերբդե եւ փառքոդան կորովդեր քու գերբդ միշտ շիդագե քու գերբդ միշտ հաճող է եւ մենք ավադան գովդեր քու գրած խոսքիդ եւ քու գադարած մեծ գործիդ կաղոթենք այս չէ
հացը թուն երկնավոր հացի փոխ է եւ որտե բոլոր ճաշակողները եւ թուն փառավորվելով դեր դերիսյանով ամեն Եթե կարող եք հետևել հարաբանության երկարան 62-րդ երեքը երկենք 6, չեկներեք 69-րդ 6-9։ Իրեմ դժվարականի, որ գավաթները պիտի առնեք։ Երբ սերս ծաներ էր, երբերս ծաներ էր, մեղքի տավարում էի կապել, իմ մեղքերով եկավ, խաչյալի մոտ մնկավ, և այնտեղ էր վրաս ծակեց, խաչի մոտ, ծակեց լույս արավոր, ես գտա մեղքերից թողություն, կյանքն այված, կյանքերից պարգևած, արգեզանով էի մերգություն, մինչ հոգով կույր էի, ինձ անմեղ կացեցի, և զգացի մեղքերիս ծանրություն, ինքա այն ժամանակ խաչյալի մոտ գիտար, և այնտեղ բրկվեցի խավարից, խաչի մոտ, ծակեց լույս արավոր, ես գտա մեղքերից թողություն, քարսրն այված, կյանքերից պարգևած, արգեզանով էի մերգություն, արխավարն անցել է, սուրբ արև ծագել է, ես հիմա տեսնում եմ իմ փրկին, ես եմ նայում Հիսուս, դու դուրից կյանք և լույս, խաչի մոտ կյանք գտա իմ հոգիս, խաչի մոտ, ծակեց լույս արավոր, ես գտա մեղքերից թողություն, քարսրն այված, կյանքերից պարգևած, արգեզանով էի մերգություն։ Հալելույա։ Շատերը ձեր մտքերի տների մեջ ունեք այդ պատկերը, որ Հիսուս նստած է կողքերի իր աշակերտները եւ հաղորդության սեղանը, սա է այս հաղորդության սեղանն ասելներ եւ ասեց ինքը ասի անում ենք որ ինձի հիշեք։ Աշակերտները չգիտեն ինչ մասեր խոսում։ Մենք գիտենք, որտեղ մենք պատմությունը գիտենք արդեն։ Աշակերտները չգիտեն ինչ մատներու մասին ասում, մատներ մեկ ուրիշ հələ նույնիսկ ասում կարող է դիեսնեմ։ Չգիտեն։ Բայց Հիսուսը իրենց հետ ասեց սա իմ մարմինն է եւ վերցեց այսպես կիսեց, բաժանեց ամեն մեկ ինչպես որ մենք եղբայրները արեցին եւ ընդունեցին որպես իր մարմինը, որը ինչպես որ կարդացին համբուրգն են սարքում մարդու մեջքը, գլուխը, մարմինը, ոտքերը, խելագար, անհավատալի, ընդունենք հիշելու իրեն։ Բաչեր բանի կամոդի առաջնորդի մեզի մոտենալ այս սեղանին Տեր Հիսուս, քեզ սրտանց պարկ կտանք,
քո մեծ զոհության համար օժարեցար իմ մեղքերուս համար չարչարվին եւ այդ քո տանկակին արյունը սուրբ արյունը տապել որպեսզի իմ մեղքերը սրբացվին բարգուտական հավիդրական սիրոտ համար եւ բարգուտակ դեր որ այդ արյունը դեր զորություն ունի լվալու մաքրելու եւ բոլոր մեղքերը սրբելու եւ կհիշենք եւ բարգուտակ եւ կխնդրենք որ դեր այդ արյան զորությունով մեր կյանքերը ամեն օր ամեն վարյան ավրինք կպարկի դամար եւ քեզ հիշենք Հիսուսի անունով ամեն Թանկարժեք արյունը Թող այս արյունը այս երեկո մեր Մարիամ Քրոջ վերքերը բոլորովին փակի եւ նոր կաշի բրայց կա Աղոթենք Մանուշակ Քրոջ եղբոր համար որ նա ավելի ու ավելի զորանա եւ հրաշքա տալի իր կյանքի մեջ Հակույն քույր արդեն խոսեցինք այսօր Այո չկա խոսելու հավատքով ես եկել այսօր Շատ հիվանդների Տիրոջ այս արյունը որ ներկայացնում ախմելով ներկայացա հավատքով այնինչ որ շեղված է մարմնիդ մեջ թողզվի ուղի եւ ամեն մեկը ինչ որ ուզում եք ամեն մեկը գրադախտակի վրա գրածներ սիրներ հավատքով այս երեկո
ծրարի մեջ դրված աղոթները ներկայացնում ենք մեր Տիրոջը թունելով այս։ Ամեն։ Եվ վերջ ելքը 435-րդ ելքը պիտի ելքենք, 4-3-5 եւ այս ելքի խոսքերը Հիսուսից հարցում են մեզի, քեզ համար կյանքս տվի, որպեսի դու ապրես, անգին արյունս թափեցի, որ մահից ազատվես, ես կյանքս քեզ համար տվի, դու ինչ արեցիր ինձի, մենք խորեն մտածենք, մենք ինչ արեցինք Հիսուսի համար ինքը իր թանկագին կյանքը տվեց մեզ եւ վերջի երկով եւ աղոթքով պիտի պատենք ջու Քեզ համար կյանքս տվի որպեսզի դու ապրես անգին արյունս էլի որ մահեն ազատվես եւ կյանքս քեզի համար տվի դու միշտ տվի ինձի ես կյանքս քեզի համար տվի դու միշտ տվի ինձի Թողիկ Ունես պայծառ նայել առանցատով եկամ աշխարհ խաղալ պատրենք քեզ մեղավոր այս ամեն թողի քեզ համար դու ինչ թողի ոչան այս ամեն թողի քեզ համար դու ինչ թողի ոչան Ողից չաչարվեցավ, ոչ ոք կրնա պատմել, ներավեցնին հարյալ, ըսկեց հարուցանել, Մենտերիսուս այս ամենը քեզ համար, դու ինչ կրնես ոչան, այս ամենը ինքեզ համար, դու ինչ կրնես ոչան, ես երկինք եմ բերի, քեզ մեղած թողություն, երբ դու էին քերի, տվի ազատություն, քեզի անուշը նորդ բերի, դու ինչ բերի ինձի, քեզի անուշը նորդ բերի, դու ինչ բերի ինձի What shall I do with this Jesus? Ինչ կանենք, երկեդայր։ Ես ես կան արեցի ձեզ համար։ What are we going to do with him? Մեկ մարդ ապաշխարեց, իր անունն էր Billy Graham, և ամբողջ աշխարհ կավետարանեց։ Մեկ մարդ գերմանացի Ռայնհարդ Բոնկի անունով ապաշխարեց և ամբողջ Աֆրիկան հարձակվեց Հիսուս Քրիստոսը, որ Աֆրիկայի կեսը այսօր քրիստոնեություն։ Յանգիչո անով փոքր մանր կորեացի մարդ ապաշխարեց իր փոքր տան մեջ հրաշքներով սկսեց սերտողություն և ամենամեծ եկեղեցին քրիստոնյա Կորեայում 1 միլիոնից ավելի անդամներ առաջացան։ Ձերներ զորությունը մեկ մարդու մեջ, ամեն մեկս զորություն կա մեր մեջը, Հիսուս անունը։ Ես ուզում եմ ոչ միայն օրհնության աղոթք, այլ ընդհանուր աղոթք է։ Տերը օրհնի ձեզ և պահի ձեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը ձեր վրա և ողորմի բոլորիս։ Տերը բարձրացնի իր երեսը և տա իր խաղաղությունը մեզ։ Հայր իմ Աստված զորավոր Տերս, դու քո զավակդ Հիսուս Քրիստոսը ուղարկեց իր խաչապայքի վրա։ Իր արյունը թափեց և այնպիսի հալածանքի մեջով անցավ, որ անքննելի անհասկանալի։ Բայց այս ամենը արեց, որովհետև երրորդ օրը հարություն առավ։ Եվ 3 օրից Տեր իմ Աստված, մենք այդ օրն ենք տոնելու։ Նույնիսկ հիշում ենք և տխուր է այս երեկոն,
բայց հաղթանակի երեկո է։ Հաղթանակ, որտեղ սատանան պարտվեց։ Եվ մենք գիտենք վերջը, ուզում ենք մարդ արարացնել իմանա վերջը։ Ուզում ենք մեր հարևանները, եղբայրները, բարեկամները ամեն մեկը իմանան, թե ինչ անեն այս մարդը Հիսուսով։ Եկեք ամեն մեկը ստեր իմ Աստված, ամեն մեկի ստեր, զորացրակ ու Սուրբ Հոգով առաջնորդիր եւ իրենց տեղը եկեղեցու մեջ դիրքը որպես անդամ ծառայեն քեզ նվիրված, սիրելով, հասկանալով, թե դու ինչ արեցիր մեզ համար, ինչ ենք անելու մենք քո համար։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր եւ Փրկի զորավոր բժշկող Աստծո անունով, որ ամեն մեկի համար Տեր բժշկես այս երեկոն, ամեն կարիքները ներկայացնում են քեզ, խնդրելով, որ դու մեկ հպումով ամեն բան կատարյալ կանես, բոլորս իրար հետ ասում ենք ամեն։ Երրորդի ձեզ Մոռանանք Կիրակի օրը հաղթական հարության համար հավաքվել, ողջունելու Տերոջ հարությունը։